Երեք Ուկրաինայում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը դժվար է դասական իմաստով միայն ներքաղաքական համարելը։ Երեք առավոտյան հակակոռուպցիոն մարմինները Կիևում խոզարկության ենթարկեցին Զելենսկու ամենամոտ զինակցի, նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի բնակարանը, ինչից ժամեր հետո Զելենսկին հայտարարեց Երմակի պաշտոնաթողության մասին, իհարկե դա այնպես ներկայացվեց, որ թե իբր Երմակը ինքն է հրաժարական տվել։ Պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչու խոզարկվեց Երմակի բնակարանը մի մարդու, որին շատերը Ուկրաինայում համարում էին ավելի մեծ իշխանության կրող, քան նույնիսկ Զելենսկին է։ Համենայն դեպս Երմակը, որը վարչակազմի ղեկավարն էր նախագահի, գրասենյակի ղեկավարը, շատերի կողմից համարվում էր փոխնախագահ, եթե նույնիսկ այդպիսի պաշտոն Ուկրաինայի սահմանադրությունը չունի, նույնիսկ գրասենյակի ղեկավարի պաշտոն ֆորմալիստական առումով Ուկրաինայի սահմանադրության մեջ չկա, նա համարվում էր Ուկրաինայի ամենաազդեցիկ ղեկավարներից մեկը, նրա մարդիկ էին կառավարությունում, ուժային ստրուկտուրաներում, առանց նրա որևէ ներքին եւ արտաքին քաղաքական կարևոր իրադարձություն չէր կայացվում եւ այլն եւ այլն։ Հիմա այս ազդեցիկ մարդը պաշտոնանկ է արվել, ըստ որոշ լուրերի նա կապվում է շուրջ 2 շաբաթ առաջ Ուկրաինայում բացահայտված մի կոռուպցիոն սկանդալի հետ, կոռուպցիոն սկանդալի կնքահայրը Զելենսկու մեկ այլ կողմնակից էր, նրա վաղեմի ծանոթներից մեկը, Մինդասը, եւ ահա այս պատմությունից հետո ուկրաինական արևմտյան մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ էներգետիկ համակարգում տեղի ունեցած հարյուրավոր 100 միլիոնի կոռուպցիոն սկանդալների հետևում իրականում կանգնած է հենց Երմակը, այդ գործերի կանխալուծումներում նա նույնիսկ ծածկանուն ուներ ըստ արևմտյան մամուլի Ալիբաբա, եւ փաստորեն չնայած պաշտոնական մեկնաբանություններ չկան, բայց Մինդիչի եւ մյուսների գործի հետ է կապվում Երմակի տանը 3 տեղի ունեցած խոզարկությունները եւ հետո նրա պաշտոնանկությունը։ Իրականում այս պաշտոնանկությունը էական ազդեցություն է ունենալու Ուկրաինայի ներքին քաղաքական կյանքի վրա, ինչպես ասեցի, Երմակը իշխանության ուժային ամենալուրջ կենտրոնն էր եւ հիմա բոլորը ենթադրում են, որ սա հանգեցնելու է Զելենսկու իշխանության թուլացմանը, առանց այդ էլ գործող նախագահը խորհրդարանում դե-ֆակտո զրկվել էր մեծամասնությունից, ինչի հետևանքով հաջորդ տարվա բյուջեն դեռ չի հաստատվել։ Մի խոսքով Ուկրաինայում ներքաղաքական ճգնաժամ է սպասվում, մինչև նոր իշխանության կենտրոն կձևավորի, գուցե Զելենսկին ստիպված լինի իշխանությունը կիսել խորհրդարանի եւ դրանում ներկայացված ընդդիմադիր ուժերի հետ, դերևս անորոշությունները շատ են, ընդհանրապես Ուկրաինան ողբերգական վիճակում է հայտնվել, չնայած հայաստանյան եւ այլ երկրների պսևդոարևմտամետների պնդումներին, Պոկրովսկի գրավումից հետո շատ տխուր վիճակ է ռազմաճակատում, 2-3 ուղղություններով ռուսները հարձակվում են, Ուկրաինան ունի մարդուժի լուրջ խնդիր, եթե նույնիսկ արտաքին ռազմական եւ ֆինանսական աջակցությունը չդադարի, ես չեմ պատկերացնում այդ մարդուժի ճգնաժամի խնդիրը Ուկրաինան ոնց է լուծելու, էներգետիկ համակարգը ռուսական հարվածների հետևանքով ճգնաժամի շեմին է Ուկրաինայի, սրանք գումարվում է քաղաքական ճգնաժամը, իսկ այդ քաղաքական ճգնաժամը տեղի է ունենում այն ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ուկրաինական խնդիրը կարգավորելու փորձ է անում ներկայացնելով իր հայտնի ծրագիրը։ Մի խոսքով Ուկրաինային այս պարագայում ավելի շատ կարեկցել է պետք, ոչ թե այն որպես
հակակայսերական օրինական մոդել ներկայացնել, ինչպես սիրում են անել մեր պսևդո արևմտամետները։ Բայց ինչու հիշեցի Ուկրաինան ու Երմակի հետ կապվածը, որովհետև ընդհանրապես Հայաստանի եւ Ուկրաինայի իշխանությունները մի շարք ընդհանրություններ ունեն։ Նրանց բնորոշ է օրինակ արկածախնդրությունը։ Բազմաթիվ դեպքերով դա կարող եմ հաստատել։ Զելենսկիի իշխանությունը, ինչպես եւ Փաշինյանի իշխանությունը կարող էր խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից, եթե Մինսկ 2 պայմանավորվածություններից դուրս չգար, ստույգ շատ ավելի լավ վիճակում կլիներ Ուկրաինան, նա իր տարածքային ամբողջականությունը կպահպաներ, շատ ավելի նպաստավոր պայմաններով երկիրը զարգացնելու հնարավորություն կունենար, նույնիսկ պատերազմի սկզբում, եթե Զելենսկին Ստամբուլյան պայմանավորվածություններին գնար, էլի Ուկրաինան չեզոք երկիր կլիներ, բայց այն տարածքային ամբողջականության շրջանակներում, որ կար 1991 թվին, բայց ինչպես Փաշինյանը Հայաստանի պարագայում, այնպես էլ Զելենսկին Ուկրաինայի պարագայում նրանց գլխավոր դաշնակիցը դարձավ արկածախնդրությունը, ինչի հետևանքով թե Հայաստանը, թե Ուկրաինան ներքաշվեցին մարդակուլ, մարդակործան պատերազմների մեջ, անվտանգային բազմաթիվ ռիսկերով, մարդկային անդառնալի կորուստներով, տարածքային կորուստներով։ Երկրորդ բնորոշ գիծը, որ ունեն թե Փաշինյանն ու նրա իշխանությունը, թե Զելենսկին եւ նրա իշխանությունը, դա տոտալիտար հակումներն են։ Այս մարդիկ փորձում են ամեն ինչ եւ բոլորին վերահասկել, որովհետեւ ապրում են երևակայական գրանձիոզ ծրագրերով եւ նրանց թվում է, որ ցանկացած ընդդիմախոսություն իրենց արկածախնդրական ներքին կամ արտաքին ծրագրերին անպայման հակահեղափոխական դրսևորում ունի եւ նրանք բոլոր կենտրոնները ճնշելու ուղղությամբ են գնում։ Մասնավորապես այս գործը Ուկրաինայում շատ հաջողությամբ անում էր Երմակը, ինչպես տեսնում եք նրա քաղաքական վախճանը եկել է, իդեպ շատ հետաքրքիր է, երբ կոռուպցիայի վրա բացահայտվելուց հետո Երմակը հարցազրույց է տվել եւ ասել է, որ այլևս իրեն չփնտրեն, որովհետեւ նա մեկնում է ռազմաճակատ, ընդհանրապես սա բնորոշ ձեռագիր է բոլոր կոռուպցիոներների եւ բոլոր հանցագործների համար, նրանց վերջին փրկողակը դառնում է հայրենասիրությունը եւ բայց դրա մասին չէի խոսում, տոտալիտար ցանկացած ձեռնարկ թույլ սուբյեկտություն ունեցող երկրների եւ իշխանությունների համար ի վերջո ունենում է վախճան եւ ես պատկերացնում եմ այս տոտալիտար նկրտումների ֆիասկոից հետո ինչպիսի քաղաքական վախճան է սպասվում նաեւ Նիկոլ Փաշինյանին, նրա թիմակիցներին։ Եվ վերջապես, ինչպես եւ Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ է դրել, այսինքն երկուսն էլ իրենց իշխանության հովանավոր համարում են արևմուտքի լիբերալ գլոբալիստական ուժերին, իդեպ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները գործում են արևմուտքի պատրոնաժի ներքո եւ հետեւաբար կարելի է ենթադրել, որ Երմակի գործը հենց արևմուտքի դիրիժորությամբ է նաև բացահայտվում, այս դեպքում կարծիք կա Միացյալ Նահանգների, որովհետև Միացյալ Նահանգները իբրև թե ուզում են խաղաղություն պարտադրել կամ խաղաղության պլան պարտադրել Ուկրաինային եւ այլն եւ այլն, հիմա ինչի մասին է խոսքը։ Այսինքն սատելիտային ռեժիմներում այնպիսին ինչպիսին են Զելենսկու եւ Փաշինյանի իշխանությունները, այդ ռեժիմներին արած բոլոր հանցագործությունների, ժողովրդավարության հետ նահանջ, կոռուպցիա եւ այլն, արևմտյան նրանց տերերը աշկ են փակում այնքան ժամանակ, քանի դեռ դա իրենց պետք է, այսինքն քանի դեռ այդ սատելիտները ամբողջովին տեղավորվում են իրենց տերերի քաղաքականության ծիրում։ Ըստ երևույթին
արևմտյան որոշակի կենտրոնների քաղաքականություն Ուկրաինայի հանդեպ փոխվել էր եւ տեղի ունեցավ այդ էներգետիկ ոլորտի կոռուպցիոն սխեմայի բացահայտումը եւ ամենաազդեցիկ մարդը Ուկրաինայում փաստորեն առայժմ պաշտոնազուրկ եղավ, հետո եւ գուցե նաեւ ազատազրկման մեջ գտնվի եւ այլն եւ այլն։ Նույն բանը սպասվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ Այսօր նրա բոլոր այլանդակությունների առաջ Արևմուտքի ինստիտուտները աշկ են փակում, որտեղ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ձեռնտու է իրենց, նրանց շահերին, բայց հերու չէ այն օրը, երբ որ Արևմուտքում կարող են տրամադրություններ փոխվել կամ Փաշինյանի իշխանությունը այլևս կարող է անպիտան դիտվել եւ կասկած չունենաք, որ հենց այդ պահին գործիքներ կգտնեն հենց Նիկոլ Փաշինյանի շրջապատում նրա այսօրվա արևմտյան կուրատորները, որպիսի մերկացնեն Նիկոլ Փաշինյանի իշխանության ողջ թշվառությունը։ Այդ ժամանակ մենք կիմանանք, թե ինչպիսի հանցագործությունների մեջ է թաթախված եղել այս իշխանությունները, արևմուտքում կսկսեն խոսել նրա ռեպրեսիաների մասին, կոռուպցիոն բացահայտումներ կլինեն, օրինակ եթե էներգետիկ համակարգում Ուկրաինայի ընդամենը $100 միլիոն չարաշահում է հայտնաբերվել, անիֆում տասնյակ միլիոնավոր չարաշահումների մասին է խոսում, կրկնում եմ այսօր դա քողարկվում է եւ այսօր Նիկոլ Փաշինյանին լիքը բան թույլատրվում է կանաչ լույսավառում արևմուտքի կողմից, որտեղ նա արևմուտքի սատելիտն է։ Բայց հանկարծ երբ տեղի ունենան, ենթադրենք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց տեղի ունենա կամ ինչ-որ պատճառով ենթադրենք խաղաղության թուղթը ստորագրելուց հետո այլևս Նիկոլ Փաշինյան իր արևմտյան տերերին պետք չլինի, համոզված եղեք նույն արևմուտքը մեծ սիրով Նիկոլ Փաշինյանին քաղաքական առումով կզոհաբերի Պուտինի կամ այլ մեկի ոտքերի առջև։ Դրա համար եմ ասում, սիրելի հայրենակիցներ, մեզ պետք է միշտ ուղեկից լինի ողջամտությունը, որևէ բան անժամանակ չի, որևէ բան սահմաններ ունի, մի օր վերջանալու է նաև այս իշխանության սանձարձակության բեսպրիդելի ժամանակը, ես հույս ունեմ, որ հնարավոր փոփոխություններին մեր հասարակությունը պատրաստ կլինի, որպեսզի այնպես չստացվի, որ մի սատելիտ իշխանություն փոխարինվի մեկ այլ սատելիտ իշխանությամբ։